Մարտի 11-ին ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ մեկն անհետ կորել է։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ն էլ քաղաքացիներին անվտանգությունից ելնելով կոչ է անում խուսափել լեռներ այցելություններից, նշելով. «Հարգելի քաղաքացիներ, հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաներում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը եւ զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման»։ Մարտի 11-ից 18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-ից 10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային եւ բարձր լեռնային շրջաներում մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։